Բարի երեկո ձեզ։ Ուրեմն ինչքան ուզում ես քաղաքականից հեռու մնաս, էլի ոնց ֆռում ես, գալիս ես կանգնում ես քաղաքականության վրա։ Ուրեմն ես ընդհանրապես ցանկություն չունեի էլի, որովհետեւ քաղաքականության մեջ հարց տայի կամ ինչ-որ խոսայի, բայց ստիպված եմ ասեմ։ 90 թվականներին Հայաստանի ազգային ժողովում պարլամենտում առաջարկ եղավ, դեռ առաջին նախագահի օրոք։ Խրոնիկան կա, եթե փորփրեն կանան ջրի երես հանեն, որ Արցախը Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ։ Առաջին նախագահան իր խոսքերն եմ ասում, մոտավորապես սենց էր։ Ասեց, որ ամեն ինչ կանի, որ այդ բանը չլինի։ Ինչն էր պատճառը։ Այն ժամանակվա Արցախի Ղարաբաղի կառավարությունը դեմ էր։ Այդ մեկ հարց տվեք էլի։ Ով էր դեմ։ Ռուսաստանն էր դեմ, Ամերիկան էր դեմ, Եվրոպան էր դեմ, Թուրքիան էր դեմ, հասկացանք Թուրքիան դեմ էր։ Մի հատ էլ ասեք, ինչն էր պատճառը, որ չընդունեցիք։ Եթե դուք ճիշտ քաղաքականություն վարեիք, դուք կարեիք մինչև այդ առաջարկը սենց թռուցիկ ասելը, մի հատ էլ SNG էր, կամ չգիտեմ ինչ էր, 90-ական թվականներն էր։ Մի հատ էլ խորհրդակցեիք։ Ռուսաստանը կլներ ով էր։ Բայց մի հատ խորհրդակցեիք, մի հատ իմանայիք, ասեիք։ Բայց մի պատճառ կա, չէ՞ որ մերժել է։ Առաջին նախագահան ամեն ինչ կանեն, որ այդ բանը չլինի։ Ինչն էր պատճառը։ Չեք կարող մի հատ հարցնեք։ Այն վաղց եթե դուք ընդունեիք, եթե դուք համաձայնեիք SNG-ի հետ, այդ իմ կարծիքն է, կարակ համաձայնել եք, կարակ չէ, ես այդ փակ դռների այդ սրիկայության ներկա չեմ եղել։ Եթե դուք կամք ունենայիք, կանեիք։ Այն վաղց SNG կար բան կար, համաձայնեցնեիք SNG-ի, սենց ասած, անդամների կլներ Բելարուսը, կլներ Ռուսաստանը, մի խոսքով մնացած անդամները արդեն սենց տնես դավթար կլներ ձեռները, որ եթե հարցակումը տեղի ունենում, մենք բոլորսը սատար պիտի կանգնենք։ Հիմի հարց է ծագում, ասեք, ինչն էր պատճառը, որ պետություններ, ինչ խոչընդոտ կար, որ դուք չընդունեցիք, որ Արցախը լինի Հայաստանի կազմի մեջ։ Առաջին նախագահին հարցրեք, ով էր դեմ, Իսրայելն էր դեմ։ Մարտի 1-ին Իսրայելի դրոշը հանել ես։ Էլի հարց կա, չէ՞, ինչն էր պատճառը։ Որ Հայաստանի դրոշի կողքին Իսրայելի դրոշն էր։ Հա, Իսրայելը Իսրայել, ես բոլոր պետություններն հարգում եմ, բայց ձեր քաղաքականությունն եմ ուզում հասկանամ, որպես Հայաստանի քաղաքացի։ Ինչն էր պատճառը։ Ասենք դու ոչ Եվրոպ խորհրդի դրոշն այնտեղ մարդու իրավունքների, ոչ Ռուսաստանի, Հայաստանի դրոշն էր, կողքն Իսրայելի դրոշն է ստապ տալի։ Մարտի 1-ին։ Մի հատ հարցրեք էլի։ Որ հիմի այս պատերազմների օրոք վերջով եթե Ռուսաստանը մերժեր, դուք ընդունեիք այդ բանը, կարանայիք այդ ճկուն քաղաքականություն ունենայիք, կամք ունենայիք քաղաքական, դուք կարայիք, չէ՞։ Անենց անեիք, որ ընդունվեր կազմի մեջ Հայաստանը, այդ դեպքում արդեն եթե Ռուսաստանը հրաժարվեր, SNG-ն հրաժարվեր, դուք կարայիք աշխարհին դեմ տայիք, ասեիք ախպեր, լրիվ խախտել է պայմանները, համաձայնություն կա,
հրաժարվում է, մենք իրանցից ենք հրաժարվում, եկա դավթարը, չէ, այդ վաղ կարեիք ասեիք 102-րդ բանակը հանիստուց։ Ես չգիտեմ, լիքը հարցեր կան, էլի, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ներկա եմ եղել լրիվ հանրահավաքներին, անձամբ ներկա եմ եղել, այն օրվանից, որ լուսահոգի Կարեն Սերոբիչի Դեմիրճյանը ասեց Ղարաբաղը ջեբում ես չի, գրպանում ես, լրիվ սուլեցինք, շվցրինք, սա, հա, բա հարցրեք, բա հիմի ինչ եք տրորում ճմրթում էլ։ Բա եթե անցյալի սխալները ուզում եք ներկայում ուղղեք, հարց տվեք, դժվար է։ Կանչեք նախագահին լրիվ ազգի դեմ, ժողովրդի դեմ, այդքան ստուդիաներ եք ջեբներդ գցե։ Դեմներ ընտրություններ է։ Բա մի հատ հարցրեք, ասեք ինչն էր պատճառը, որ դուք առաջին նախագահ լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի վաղտ ասեցիք, ես ամեն ինչ կանեմ, որ Արցախը Հայաստանի կազմի մեջ չլինի։ Նատ ասեք ինքն էլ ճկուն ուղեղ ունի, լինեց կա հորինիկ, ասի դե այն վաղտ սենց բաներ կար, այնպես բաներ կար, հա, պիտի համաձայնեցվեինք, պիտի ճանաչվեինք, սենց սկսի խոսալը, հորինելը, Ռուսաստանը դեմ էր, կամ Եվրոպաներ դեմ, ով գիտի Իսրայելներ դեմ, Դե մի հատ հարցրեք էլի, վերջը հասկանանք, թեզ թունելի վերջի լուսը որտե է, մեկ է մյուսի հետևից են ընգել, ես էլ կասեմ, որ իրանք բոլորն էլ, իրանց անձնական շահերի պայքարներ գնում, որ փող աշխատեն ու վերջ, ազգը Հայաստանը պետությունը խոպան էր, բոլորի համար, Այդքանն էի ուզում ասեի, ես կգցեմ Facebook-ը, YouTube-ը, շնորհակալություն, հարգանքներով։